Հետո էր Հայաստանը լռում, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով մեր երկիր եկած ցորենը ոչ թե բարձրակարգ է, այլ 4-րդ կարգի։ Արա մենք եթերը նախորդ եզրափակեցինք հացատիկի հետ կապված ընդդիմության այդ մեծ աղմուկով, որ հայտարարեցին Վայնասունը, որ 4-րդ կարգի հացահատիկ է ներմուծվել Հայաստան, ընդդիմադիր այդ լրատվամիջոցները ահասարսուր տեսանյութեր էին պատրաստում, որ կենդանիների համար նախատեսված հացահատիկը ներմուծվեց եւ իշխանությունը խաբում էր, սուտ էր ասում եւ փաստորեն հրապարակվեց արդեն հացահատիկի կարգը ըստ գոստեխնիկական պայմանների Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվել է 2-րդ կարգի եւ Ղազախստանից 3-րդ կարգի հացահատիկ, ինչի մասին արդեն սկսեցին լռել ընդդիմադիր լրատվամիջոցները։ Շնորհակալ եմ հարցի համար Արտուր, ես նշեմ, որ չգիտես ինչու մեր ընդդիմադիր իրենց գործիչներ հրճակած այդ անձնավորությունները մոռանում են թե տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղում ինչ է կատարվել եւ Թոդերանից խոսան թե ոնց է Լեռնային Ղարաբաղում եւ ով է սինթետիկ նարկոտիկ արտադրել, ինչա տեղի ունեցել եւ այս ամեն ինչի մասին ընդդիմադիր քոչանասերժական այս եվնուխները չգիտես ինչու հիշողության կորուստ են ունեցել, մոռացել են թե ինչ էր կատարվում տարիներ առաջ, իսկ ինչ վերաբերում է հացահատիկին միշտ էլ տարբեր երկրներից հացահատիկ ներկրվել է Հայաստան, հիմա ինչ տարբերություն Ղազախստանից է, Ռուսաստանից է, այսինքն կապիտալիստական համակարգում երբ կա ազատ շուկայական հարաբերություններ, սա ուղղակի հիշեցնեմ հատուկ այդ ընդդիմադիր գործիչներին, որոնք որ ոչ միայն բանակից են փախ է Արտուր, այլ բազմը սրանք անգամ համալսանել չեն, սորե կրթություն էլ չունեն եւ չեն հասկանում, որ մենք այլևս 1991 թվականին, երբ սովետական միությունը փլուզվեց, մենք որդեգրել ենք ազատ շուկայական հարաբերություններ ցավոք սրտի, որովհետև այդ ազատ շուկայական հարաբերությունների համատեքստում Քոչարյան բոմժը եւ նարկոման Սերժիկը դարձան ուղղակի օլիգարխներ եւ այս պայմաններում բնականաբար մարդիկ ներկրում են եւ գնում են այն ցորենը, որտեղ որ գինն է, այսինքն կա գին, կա պահանջարկ, կա առաջարկ եւ այդ կոնտեքստում այդ ամեն ինչը արվում։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ցորեն գնել կամ ներկրել։ Կան տարբեր գործարարներ, ֆիզիկական անձինք, որոնք որ զբաղվում են օրինակ ցորենի ներկրմամբ կամ բիզնեսով կամ արտադրանքով, հիմա որտեղ հարմար գին է լինում, դեռից էլ գնումը կատարում են։ Հիմա Վայնասունը ինչ-որ դրել, որ Ադրբեջանի տարածքով ցորեն է եկել։ Այն էլ 4-րդ կարգի, ամենաբանը որ այդ կարգն էր որ Արտուր Վայնասուն դնողները այն մարդիկ են, ովքեր որ տարիներ շարունակ Թուրքիայից քրչուփալաս են ներմուծել Հայաստան։ Մոռանում են իրանք ով են։ Հələ սրանց նայեք։ Ստամբուլի այն որ ասում է բաներում, արվարձաներում գցած են եղել տարիներ շարունակ։ Ինչ ասես, ներմուծել, ինչ ասես բերել են Թուրքիայից, հիմա ասում է Ադրբեջանի տարածքով բան է եկել, ցորեն է եկել։ Հետո ինչ որ Ադրբեջանի տարածքով է եկել։ Այ քեզի բան։ Բա Սերժիկ Սարգսյանը քիչ Աբդուլլա Գյուլիի տրենգի պարում։ Այն հայտնի ֆուտբոլային խաղի ժամանակ քեին Արարատի լոգոն ֆուտբոլիստների վզին դրե, ասում են կհանեք։ Հիմա նեմեց Ռուբոն Ռեմբոյա դառը։ Մեծ խոսում կգամ sense կանեմ փախել է, եսին որտե փախվել է, բայց նեմեց Ռուբոնը մատ պատմի ոնց էր Սերժը վզի դրե։ Ասել այդ բանը կհանեք, լոգոն կհանեք Հայաստանի ազգային հավաքականի ֆորմի վրից, որ Գյուլը գա Երևան, Գյուլի այդ տրենգի բարի Սերժը։ Մոռացել եք Արտուր։ Աբդուլլա Գյուլին գիտեք ոնց են դիմավոր է։ Ռեխը բացած 6 մետր, տրենգի պարելով։ Պարային համույթ էին տարի այրոպորտ, իրանց էին կոտորում ճղում։ Մոռացել եք Քոչյանը ոնց էր բանակցում Ալիևի հետ, այդ կռող նախագահն, sense ճակերտավոր։ Երկու բաժակ վիսկի էին տվել, խփել էր գլխին։ Բեյանը 100 բացած Արտուր բան էր անում, մեղին էր խուրդում։ Մոռացել եք մենք այս ամեն ինչը։ Ինչ վերաբերում է այդ ցորենի հետ կապված, չէ՞, հիմա քեն վերենգե տեղները։ Լրիվ ուրիշ բան բարձվեց։ Ու իրանք համարում են ընդդիմադիր գործիչներ, ինչ ընդդիմադիր։ Բայց Ղարաբաղում որ սինթետիկ նարկոտիկ էին արտադրում։ Իրանց պապաների իմացության փայնը տալիս էին։ Բայց դրանից քիչ են խոսում։ Այն որ մարդիկ հետախուզման մեջ էին, տանում էին Ղարաբաղ պահում էին, փողերը առնում էին։ Բայց դա մոռացել ենք Արտուր։ Բայց դրանից խոսան։ Թե չէ ինչ-որ բան է, զարմանալու խնդիր չի ստե։ Այդ մարդիկ ուղղակի շամպես ծառայում են կորմի համար։ Ես խորհուրդ կտամ ուղղակի այդ ընդդիմադիրներին կամ Ռոբերտ Քոչյանի, Սերժիկ Սարգսյանին, թող կոմբիկեր ներմուծեն, որտեղ իրանց թիմակիցները կոմբիկեր են արժանի։ Եվի կոմբիկեր են տալի ամեն օր։
Արամ եւ այդ ընդդիմության ճակերտավոր ընդդիմությանը, եթե օրինակի համար թթվասեր հյուրասիրես եւ չասես, որ կաթ պարունակող արտադրանքը այնտեղ վրան գրած մատնանշում չլինի, հաստատ չեն էլ հասկանա, որ դա կաթ պարունակող մաքուր թթվասեր չի։ Ուղղակի հիմա իրանք դարձել են հացահատիկի մասնագետ, այն դարձել են այն բանական, երբ մի հատ նյութ էին ճարել, որտեղ գրած էր, որ դա 4-րդ կարգի է։ Արտուր, տեսեք, հատուկ ընդդիմադիր անասունների համար բացատրում եմ, կա հացահատիկ, որը նախատեսված է օրինակ անասնապահության ոլորտում, կա որը նախատեսված է օրինակ արտադրության ոլորտում, տարբեր կարգի կան, գոյություն ունի առաջարկ, գոյություն ունի պահանջարկ, այս կոնտեքստում պետք է սա դիտարկենք, բայց իրանցը կոմբիկերն է, Ռոբերտ Քոչյանը եւի կոմբիկեր է ուտում տնեցիքի հետ, ու խփելա գլխին այդ կոմբիկերը, Էժան կոմբիկեր է գտե Թուրքիայում կամ բանն է, Ալիև աղբերն է Բաքվից ուղարկել, թո դրանից խոսան, ու սրանք իրանց թույլ են տալի, ինչ որ խղճամ սրանց ինչ ասեմ, սրանց ասելիք չկա Արտուր, սրանք հայազգի դավաճաններն են, սրանք Արտուր գիտեք որն է հարցը, Էշմիածնում կատու է անգնում ավտոյի տակ, բան, Նիկոլն է մեղավոր, իր հարցը գնում է հյուրանոցում ինչ քաքասես ուտում է կամ բիջը, Նիկոլն է մեղավոր, Ընկեր մտնում եք ձեր նայեք, ես խորհուրդ եմ տալիս ընդդիմադիր գործիչներին, մտ իրանց հայլու մեջ թո նայեն։ Անդե քիթ օպերացիա անելուց ու պրոշները սարքելուց բացից նրանք ոչ մի չեն զբաղվում։ Այսինքն եթե ինչ-որ մարկած նպատակը գան պետական բյուջեի հաշվին իրանց քիթը վիրահատեն, թող գնան այդ գումարը մենք իրանց կտանք պլաստիկ վիրաբուժության, թող գնան այն բան կար, երևույթ կար, այդ որ նստավ հելավ դադվով Չարչաներ ինչ էր։ Թոյթան Չարչյանի հետ վիրահատություններ անեն։ Բայց Ռոբերտ Քոչյանին խորհուրդ կտամ պլաստիկ վիրահատության դիմի, որտեվ շատ շուտով ինքը դուրս չի գալու տնից։ Պարոն Քոչյանը, երբ որ 22-ի փետրվարին ասուլիս էր տվել, դեռ ռուսները չեն հարձակվել Ուկրաինայի վրա, նա Հայաստանի գործոն դառնալու պայմաններից կամ հնարավորություններից մեկը, այո, համարում էր միութենական պետությունը ավելի մեծ անվտանգային տանիք եւ այլն։ Այդ մարդը ասել է, հիմա դա փաստ է։ Այո, Ասում եմ, եթե Հայաստանը մտցնելու եք միութենական պետություն, որ գործոն դառնանք, դիքե խաբար, իմ եզրակացությունը դա է։ Հարգելի Ռոբերտ, տեսեք, միութենական պետություն մտնելու առաջարկություն Հայաստանի Հանրապետությանը չկա ձևակերպված։ Չկա իշխանության դուք նրանց կառաջարկեք։ Մենք չունենք այդպիսի օրակարգ, Ռոբերտ Քոչյանը ասել է 22-ի փետրվարի, եթե մարդը այդ ժամանակ ընդունելի է համարել։ Ռոբերտ Քոչարյանը պետական գործիչ է եւ քննարկում է բոլոր այն տարբերակները, որոնք Հայաստանի Հանրապետության համար կարող են օգտակար լինել։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը լինի իշխանության եւ միութենական պետություն մտնելու առաջարկություն ներկայացվի Հայաստանի Հանրապետությանը, բնականաբար այդ տարբերակն է քննարկվելու եւ ելնելու ենք նրանից, որը Հայաստանի Հանրապետության իշահ Հայաստանի Հանրապետության։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք շատ սխալ պատկերացումներ ունեք։ Ռոբերտ Քոչյանի կարկառուն գործիչը Ագնեսայի ինչ է հարցերից է տալի, ասում է Քոչյանը որ գա իշխանության, ինչ ասել, դիտարկելու ենք, ոնց ասել, մտածեցիք էլի։ Այո, Ագնեսա Խամոյանը փոխանցել մասնակցել է Factor TV-ին տված հարցազրույցում, ասել է, երբ Ռոբերտ Քոչյանը գա իշխանության, միութենական պետություն մտնելու առաջարկ եթե լինի, անպայման քննարկվելու է։ Ես նշեմ, որ Ագնեսա Խամոյանին եւ Ռոբերտ Քոչյանին հայ ժողովուրդը ապագայում ուրիշ տեղ մտնելու առաջարկ անելու, ուղղակի էթիկայի նորմերը չեմ ուզում խախտեմ եւ չասեմ իրանք որտեղ են մտնելու առասարակ, այդ մտնելու հետ կապված, ինչ վերաբերում է այս Քոչյան Եվնուխին, ուրեմն տեսեք Արտուր, սա իր վերջի այդ հարցազրույցում ինչ թեզեր առաջ տանում։ Քանի որ ինքը արդեն վարկաբեկված գերտերությունների մոտ անտերի կարգավիճակում որփացած մի հատ բոմժի ավեացվե իր քաղաքականության արդյունքում։ Այս մարդը որոշել է ասել լավ, հիմա այս հետից հարիվներին 21 թվին խափեցի, ասացի Պուտինը զանգել է, ասել է, հեսա դու ես վարչապետ դնելու, կուտե կերան։ Հիմա այդ մարկանց մի մասը, այդ որ կուտայ, կորմա կերե, կոմբի կերա կերե, հիմա ասում է լավ 21 թվին կոմբի կերեք իրանք Ռոբերտը մեզ խափեց, ընդդիմներին փող աշխատեց, իր բջին բերեց, սարքեց դեպուտատ։ Լավ 26 թվին սրա հետ մենք գնանք ինչ անենք, սրան շանտեղ չեն լինում։ Հիմա այսինքն այդ կոնտեքստում Քոչյան Ռոբերտը որ կարողանա ինչ որ մանիպուլացնի, մարկանց խափի, կոմբի կերտա իր թիմակիցներին, որ չթռնեն, որովհետև մեծ մասը արդեն թռնեն իր վրից, ինչ է ուզում անի, ասուլիս է տալի, խոսում է Չինաստանից։ Խոսում է Չինաստանից, ինչ որ խոսում է
միութենական պետությունից հիմա ես Ագնեսյան, բա մենք դիտարկելու ենք այդ առաջարկը։ Հիասթափեցնեմ տիկին Ագնեսային, որ Ռոբերտ Քոչյանը այլևս երբեք իշխանության չի լինելու, Ռոբերտ Քոչյանը մոտ ապագայում հայտնվելու է Սովետաշենի աղբանոցում իր այդ հայֆի հետ միասին, ինչ վերաբերում է այդ գաղութ դառնալու կարգավիճակին, Արտուր սրանց քաղաքականության ամբողջ քաղաքականությունը տարիներ շարունակ միտված եղել մի բանի։ Մի հատ տեր գտնեն, Պուտինը կլինի, ով մյուսը կլինի։ Հիմա արդեն Ալիևն ու Էրդողանն են սրանց հերերը։ Այսինքն գնան ինչ-որ մեկին ծառայեն, պետությունը հանձնեն, իրանց հետ գաուլայտեր կամ գուբերնատոր նշանակեն, որ մարդիկ թողանեն։ Այսինքն այս մարդկանց նպատակը պապա ունենան, այդ պապան սա հարցերը լուծի, իրանք էլ ժողովրդի արունը խմեն, թալնեն, իրանց փողերը տանեն Հունաստան ու Ամերիկա։ Սրանց նպատակը այդ է եղել։ Ու բացահայտվել են սրանք։ Իսկ հիմա որ որոշակի ինչ որ հետաքրքրություն ներկայացնի Ռոբերտ Քոչյանը, ինչ որ իրան ուզում է կարևորի, ասում է Պուտին ջան, գամ քո ճուտը լնեմ, ախպեր, շունը տնեմ։ Շամպես ծառայեմ, ասում է, ինչ ես ուզում։ Իզից լավ շուն ես գտնելու Հայաստանում։ Սա է։ Բայց սա մոռացել է, որ Կիրիենկոին կես ժամ սպասում է, որ Կիրիենկոն հետը հանդիպի։ Դուք պատկերացնում եք, Երգի նախագահ է եղել, գնում է Կիրիենկոյի ընդունանում, նստում է, որ Կիրիենկոն գա ինչ-որ 10 րոպե սրա հետ հանդիպի, ասեմ քիչ այդ էլ գնում նստում։ Որ Կիրիենկոին ինչ-որ մի հատ խափի մի բան անի, ինձ հայ գործարարների վզին դնեն, սրանք փող տան։ Բայց ինքը այլևս անտերշան կարգավիճակում է Արտուր։ Փող չի կարող ճարի 2026 թվականին, որ ընդդիմություններին մասնակցի։ Ինքը իր փողը չի ծախսելու բնականաբար, տարեպահել է արտասահմանում, ստե 250 միլիոն դոլարի ապոնի գույքը արդեն պետք է բերի հանձնի։ Ու ես ինչն է խնդիրը, որ այս երևույթը հանդիպել է իր թիմակիցների հետ, ասել է այդ դատական նիստերը, որ արվում է ապոնի ծաղկման այդ կոռուպցիայի հետ կապված, ասել է մի կերպ ձգեք, տեղեկանք բերեք, բան արեք, ացետոն խմեք, վատացեք, սկորի կանչեք, մի կերպ ձգեք մինչև 2026 թվականի հունիսը, որ մենք իշխանությունը հետ ենք վերցնելու։ Այսինքն սա հիմա փորձում է այդ մոլորված եթիմներին մի ձև խափի, որ մինչև 26 թվականի հունիսը դուք ձգեք այդ դատական նիստերը որոշում չլինի։ Ես գամ ձեր գույքը փրկեմ, ոչ մի բան չենք տալու։ Այսինքն սա Արտուր արդեն վերածվել է աշխարհաքաղաքական ինչ որ անտերշան։ Եվ այս կոնտեքստում այտենց իր ծառաներին ստենդը ուղարկում է, ասում է գնացեք, ասեք մենք միութենական պետություն ենք մտնելու, մենք էս ենք անելու։ Վաղը որ օրինակ Սին Ցզինպինը Չինաստանի առաջնորդը ասի արի Նանկին նահանգի եսին որ գյուղի գյուղապետք ես տամ Ռոբերտ փող կաշխատես վազելով կեթա։ Սա Արտուր սա քոսոտ է, քոսոտ, որը որ իր հայրենիքը հանձնել է փողի համար։ Ասում եմ, ինձ Արցախցի մեր հայրենակիցները մի օր զրուցում եմ, ասում եմ Արամ ջան, ասում եմ դու Քոչյանի հորական տունը Ստեփանակերտում տեսել ես, ասի չէ։ Ասում եմ անգամ իր հոր տունը ռեմոնտ չի արել այս երևույթը։ Դե Արամ, իրանք արցախցիներն են ասում, որ հեսա կներես Արտուր, ասեմ սա Դրեմբոնի հանքը, Կաշենի հանքը, սրանք կրել են Արցախից, տարել են։ Սրանք կրել տարել են իրանց բջերի բուգը որ պահեն։ Արցախցիների մեջ շուխուռ էին իրանք գցել, որ հեսա դառնալու է Ռուսաստանի գաղութ, ռուսական ազդագրեր եք ունենալու, Երջանիկ ապրելու եք ռուսների հետ։ Հիմա հենա Երջանիկ ապրում են Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանն են միացական լովա մովա այդ որ ես առաջարկում իրանց թողեք մի քիչ թող մի քանի րոպե սպասեն իրանք Արամ տես Ագնեսա Խամոյանը, բայց մեր հետ համակարծիք չի, նրա խոսքով իրանք երկրորդ քաղաքական ուժն են հանդիսանում Հայաստանում այսօր եւ միասնական ընտրացուցակով չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին Ռոբերտ Քոչյանի, ներողություն Սերժ Սարգսյանի կամ Մերձևովի հետ, սակայն ընտրություններից հետո իրանք հավակնում են, որ հնարավոր է որ ձայների միացում լինի, կուսակցությունների միացում իրեն պատրաստ են ընտրություններից։ Քոչյանը Ռոբերտի հետ ոչ մեկ չի միանալու, նա ասում անտերշուն է։ Ռոբերտ Քոչյանը ասում անտերշուն, քաղաքական անտերշուն է Արտուր։ Ու ինքը խորհրդանել չի անցնելու։ Իրան երևի էլի խափել են։ Ռոբերտ Քոչյանը չի անցնելու խորհրդան Արտուր։ Այնտեղ այլ ընդդիմադիր գործիչներ կան, որոնք որ ավելի շատ ձեն կհավաքեն ու կգնան կպայքարեն խորհրդանում։ Ի տարբերություն էս քնձխի։ Ինքը ձեն չունի Արտուր։ Ուղղակի կոմբիկեր է ներմուծե Բաքվից, այդ կոմբիկերով փորձում է խափի իր հետի ժողովրդին։ Պուտինի հետ եմ հանդիպել, Կիրիենկոն զանգեր, չգիտեմ, անունները տալի, հարցումներ են իրան ուղարկի, որ ինքը 18% վարկանիշ ունի։ Դուք պատկերացնեք, սա արդեն այդպես բարգա, չէ՞, նատուրալնի գիժ է։
Սա Արթուր այն օրնահաս է, որ սրա խելքը թրել է արդեն, որտեվ գիտեք ոնց է, երբ որ մոտենում է պատասխան տալու ժամանակը, փրփուրներից է, սա խորտակվող մարդ է, սա մտածում է թե ում քաշի հետը խորտակի, հանցակից դարձնի, եւ այն մարդիկ, այն ուժերը, որոնք որ սրա հետ կտան կառնեն, ինչ որ սրա խելքին կընկնեն, կործանվելու են։ Մի քանի հոգի գիտեմ ես սրա խելքին ընկած, արդեն ապօրինի ծագման գույքով էսա դատերն է գնում։ Տիտանեն վերադարձեն բյուջե։ Սա Արթուր սրա նման երևույթը մարդ, որը որ Արցախում երբ որ սովետական միությունն ա եղել, ծառայելա Բաքվին։ Սա Ալիևի քութիկն է։ Ընդ որում սրա քութիկ լինելը օրերս բացահայտեց Սամվել Բաբայանը։ Ասում է 1994 թվականին մենք կապիտուլյացիա էինք ենթարկում Ադրբեջանին։ Ասում է չգիտես ինչպես մարդիկ հայտնվեցին, որոնք որ համաձայնվեցին, որ կապիտուլյացիա չստորագրի Ադրբեջանը։ Սա Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը այս քութիկներին նկատի ունի եւ այդ ՀՀՇ-ի կռիչներին։ Իսկ սրանք է ջանը եղել են ՀՀՇ-ի վարչության անդամ, ՀՀՇ-ի շուն։ Քոր Լևոնի շներն են սրանք եղել։ Ուղղակի Քոր Լևոնը որպես վերջի վատություն հայ ժողովրդին, այս բոմժերին բերեց կապեց մեր ջանին, ու ասեմ ինչի համար, որտեվ Լևոնը 1996 թվականին պատերազմում հաղթող նախագահան նետվեց պատմության աղբանոց։ Ժողովուրդը գնաց ասեց դավայ ռադեր յարա։ Այդ քո ՀՀՇ-ի զիբիլներին վեկալ դավայ եղի։ Ու ինքը էլի չներեց ժողովրդին։ Վերջում գցեց բնեց, ասեց Լևոնը խելոք մարդ է տարբերություն սրանց։ Ասեց ինչ անեմ, ես այս ազգին մի հատ պատիժ բերեմ։ 98 թվին բանտիկով իշխանությունը հանձնեց սովա շներին։ Այն շներին, որոնց ինքը հացի տեր էր սարքին, ինքը գիտեր չէ սրանք ով են։ Արթուր Լևոն Տեր-Պետրոսյանը գիտեր Ռոբերտ Քոչարյանը ինչի անթունակ, որ իշխանություն տաս, որ սա եկել է հայ կոտորի։ Սա եկել է Հայաստանի գործանի մեծ մասը նվեր տվեց ռուսներին։ Ասում է լավագույն գործարքն էր։ Այդ գործարքի արդյունքում ինքը Ռուսաստանում այդ AFK սիստեմա կա, Եվտուշենկով կա օլիգարխ, դա փայ ստացավ։ Այդ վիվասերը ոնց դարավ MTS, պարոն Ռոբերտ։ Մատ կասես, այդ ինչ ֆոկուս արեցիր արա։ Այդ Արմենթելը, այդ ոնց խուրդիր ծախիր, Երևան հյուրանոցը։ Մոլիբդենը, մատ բոմժ գերմանացի կթան, կոմբինատը բան գրեցին դրա անունով։ Ասում է ուրեմն Արթուր պատկերացեք, մոլիբդենը ծախել են $100 միլիոն։ Տարեկան եկամուտը ավելի շատ է այդ կոմբինատի։ Դուք պատկերացնում եք, օրինակ, ու ընդ որում վարկ են տվել։ Այսինքն հիմա ոնց որ պետությունը ինձի վարկ տա $100 միլիոն, գնամ մի քանի միլիարդ դոլարանոց հիմնար կառնեմ։ Ու վարկով ընդ որում։ Հետո եկամուտ ստանամ, այդ կոպեկները տանեմ շպրտեմ պետությանը։ Վազգենի աղբերը Արամ Սարգսյանը ասեց, չէ՞ որ կոնֆլիկտ է եղել կոմբինատի հետ կապված Քաջյանի, Ռոբը ասել է դենդե փողեր կա, որը որ մեզ այլ ծախսեր կա։ Այդ այն հեքիաթն է, որ 30 տարի ասում են այդ փողերը բյուջեն խի չի մտնում։ Ասում են դե դուք չեք իմանում, էլի դե մենք կոնվենցիա ենք ստորագրել, իրավունք չունենք օֆիցիալ զենք առնենք, տակից ենք առնում, էլի, բան ենք, միջուկային զենք ենք առել, բան Պակիստանից, Հնդկաստանից, հենց հեքիաթներ էին պատմում, բայց պարզվեց, որ բան է, Սիրուժոյին կարծերի, ասենք, ոսկեղեն է առել, այն մեկը իր բջջին, այն մեկը իր հարսին։ Սրանք Արթուր, ես եւս մեկ անգամ ուզում եմ ասեմ, սրանք լրբի տղեկ են։ Դե արա։ Ու այս լրբի տղեկին հայ ժողովուրդը տանուլ է շպրտի սովետաշերի զիբիլանոց։ Դե արամ դրա համար քարորյա պատերազմից հետո ինչ էին բարձրաձայնում Սերժը ինչի մասին էր լացում Սերժ Սարգսյանը վնգստում ողորնում T90 տանկ ունեինք մեկ հատիկ մանը գումարտակը հաղթել էր այդ տանկը ռուսները չէին տալիս ռուսները անիցի շպրտեցին ասացին վերցրա այդ տանկը Արտու վերջում 100 տանկին ասեք ամոթել էր որ ասել այդ այդպես գոռում էր թե մի հատ տանկը որ ունենայինք այդ T90-ը դրանով ուզեի ռուսներից ինչ ես ուզել որ բանով մենակ այդ հայտարարում են որ անվճար եւ մաչելի գներով բանն է Արտու տեսեք Սերժիկ Սարգսյանը տեխնիկա է տալի ռազմական որը պիտանի չէ Սերժիկ Սարգսյանը հայտնի այդ դրան ինչ ասենք էլի Լոշն եմ ես միշտ նրան ասում, բայց Սերժիկին այսպես անդառնանք։ Ուրեմն Սերժիկը նրա որ հարցազրույց էր տալի, Լորոպյանը վերխով, Արծիոլի կոշիկներով, Ղարաբաղի տեղ գյուղի, լավ, տեղ գյուղում ծնվել է, բոմժ է եղել։ Աղբերը ձմերուկի ավտո էր քշում, մոռացել է Սաշիկը, Պազով։ Ռեյսեր անում։ Այն մի աղբերն են հայվանը, որ դեսպան էին նշանակել ժամանակին։ Ուրեմն դութի ֆրիից վիսկի էր առում, տանում սիրիա ծախում էր, փող էր սարքում, այսպես դիշովկեք են սրանք։
Ու այս դիշովկեն այտենց մի 30-40 հազար դոլարի շորը հակը հերիան ինչ որ արցախցիներից է խոսում։ Այ եթիմ, բայն բջիջ Միքայել Միասյանի ունեցվածքը բեր, դու այդ արցախցիներին բխի չի բերում։ Աղջիկը սրա դուս է գալի Հռոմում ֆրֆռալու Արտուր, հակը 50,000 դոլարի շոր կա մենակ։ Մատանի ունի 220,000 եվրո արժի։ Ու հետո այն հայտնի բանն է, չէ, անեկդոտ ասում է, ոնց դարար համասեռամոլ, ասում է դե այտենց սենց հարց ու փորձ անելու սենց աբել։ Հիմա որ ասում ես, սենց դուք համասեռամոլ եք, սրանք Կոնչիտան սրանցից լավ տղա է։ Կոնչիտան Սերժից ու Քոչանից լավ տղա է։ Որտեվ Կոնչիտան հիմա կներեք էլի տրանսգենդերա, ի՞նչ է, իր հորշիիմը չի տվել թուրքին։ Այ թոյթան մերն են սրանք։ Սրանք այն տիպի անիկնասեր են, Արտուր, այսքան մի ժողովուրդ մեկին այսքան անեցք ու այսքան բան տար, կսատկ էին տեղում։ Երկու օր չէին ձգի։ Սրանք դետեն իմս ոնց են ապրում։ Ասում Սիուշան հատուկ երևի այդ որ այնտե արծաթ բանա արտադրում ձուլում երևի հատուկ ինչ-որ մի հատ շամպուն մամպուն կա, օճառ կա, տալիս է Ռոբը, Քոչան, Լևոնիկը, Սեյթրակը, Սերժը, Միշիկը լողանում են անցնում է։ Ասում եմ թքես սրանց վրա կասեն անձրև է գալի։ Էլ ինչ ասենք սրանց Արտուր։ 500 միլիոն, 1 միլիարդ դոլարի ապօրինի գույքով 48 դատական գործ կա։ Սերժի փեսեն 76 դրվագով է անցնում։ Սեյթրակին դատավորը ասում է Պարոն Սեյթրակ, ծառայել եք, ասում է այո, ասում է որ թվականին, ասում է չեմ հիշում։ Հիմա քֆուր ֆրթնենք սրանց վրա Արտուր ինչ անենք։ Սրանք տեղով զարազա են։ Այս շանթը որ ասում էր սուկա սրանց, ճիշտ էր ասում։ Սրանք սուկա են։ Սերժը պետք է Քոչյանը վերջում գնան շանթը ճիշտ էր, մենք սխալվեցինք։ Շանթի խելքնեք է անեն, Թաթուան Մաթոնով բնացին, շուտ դաշինք են կազմում։ Հիմա էլ Միշիկն է ողջևորվել։